Ապրիլի 30-ին վրացական բանակը դարձավ 35 տարեկան։ 1990 թվականի դեկտեմբերին Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության ներքո ստեղծվեցին զորքեր։ Ազգային գվարդիա վրացական բանակի հետագա զարգացումը տեղի ունեցավ Ազգային գվարդիայի հիման վրա։ 1991 թվականի ապրիլի 30-ին պաշտոնապես սկսվեց զորակոչը և այն օրը դարձավ վրացական բանակի ստեղծման մեկնարկային կետը։ Բանակի կարևորության ու առավելության մասին խոսում են շատերը, ովքեր ծառայել ու ծառայում են վրացական բանակում։ Ես անձամբ ծառայել եմ Վրաստանում և կարելի ասել չեմ փոշմանել։ Բանակը կարելի ասել դպրոցից հետո նոր կյանքի սկիզբ է։ Ես այդպես եմ այդ պրինցիպով եմ գնացել բանակ, որ դպրոցից հետո նոր կյանքի սկիզբ։ Այնտեղ չկա մամա, այնտեղ չկա պապա, այնտեղ կարելի ասել դու քեզնով, դու քո ընկերներով, դու կարող ես արդեն պատասխանությունը դնել միայն քո վրա, չասես որ մաման կանի, պապան կանի։ Այդպես եմ ես մտածում, որ բանակը ճիշտ է ծառայել երիտասարդներին համար, խորհուրդ կտամ գնացողներին, բարի ծառայություն եմ ցանկանում, ովքեր որ չեն ծառայել, թե ուզում են ծառայել միմյան հաջողություններ, սկզբից դժվար է ամեն ինչն էլ, բայց պետք է համակերպել և ծառայել մեր Վրաստանին, որովհետև Վրաստանը մեր հայրենիքն է, մենք այստեղ ենք ծնվել, մեր պապերի գերեզմանը այստեղ է։